Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում կզրուցենք Մոսկվայաբնակ մեր հայրենակցուհի, հաղորդավարուհի, պարուհի Մարինա Մարտիրոսյանի հետ։ Բարի երեկո սիրելի Մարինա, համեցեք։ Բարով եք եկել Հայաստան, Երևան, ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում, շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս։ Ողջույն, Լուիզա ջան, ես եմ շնորհակալ ինձ հյուրընկալելու համար, իսկապես հաճելի է շատ։ Մարինա, այցի նպատակը այս անգամ ո՞րն է։ Այցի նպատակը հրավեր եմ ստացել, այստեղ կա շատ գեղեցիկ պարային փառատոն ընդհանուր առմամբ, որտեղ եւ պարն է եւ երգարվեստն է ներկայացվում, ծաղկունք է կոչվում, Կամուրջ մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված եւ պիտի վարեմ այդ փառատոնը, առիթը դա է։ Եվ եւս մեկ անգամ լինել հայրենիքում, հարազատներին տեսնել, ընկերներին շփվել, գալ նաեւ հարազատ հեռուստաընկերություն, ինչու՞ չէ։ Այո։ Մարինա, իսկ ինչպիսին է այս օրերին նախատոնական Մոսկվան, որովհետև հաշված օրեր են մնացել, որ Ռուսաստանի մայրաքաղաքում մեծ շուքով կնշվի հաղթանակի 80-ամյակը։ Այո, այդ հաղթանակի զգացողությունը կա տոնական քաղաքում։ Այո, կա եւ ամեն տարի կա դա, բայց այս տարի կարծում եմ փոքրինչ երևի ավելի ուրիշ զգացողություններով կա եւ վաղուց դեռ պատրաստվում են, այդպես շքերթի համար փորձերը արվում են, այդ փորձերի պատճառով փողոցները փակվում են, խցանումները մի քիչ շատանում են, բայց ամեն դեպքում իհարկե պիտի ասեմ, որ շատ շքեղ են միշտ նշում։ Դուք այդ զգացողությունը տոնի կրում եք ձեր մեջ, դուք ձեր ընտանիքը։ Այո, քանի որ իմ մայրիկի կողմից պապիկս էլ Անդրանիկ Եդիգարյանը նույնպես Բերլին հասել է, այո, ռեստագում եղել է եւ դա ինձ համար իսկապես հպարտության այսպես առիթ է եւ դա եւ վերջերս տղաս միշտ մասնակցում է ասմունքի ուրեմն մրցույթների իր ուսուցիչ այս անգամ տվել էր շատ հետաքրքիր մի ստեղծագործություն, որը գրել է երիտասարդ մեկը, ով նույնպես հասել է ռեստագ եւ այդ քոչարին ապարելու ժամանակ ինքը այդ ոգևորվածության պահին գրել է այդ բանաստեղծությունը ու ուսուցիչը տղայից տալիս է հենց դա, որպեսզի մասնակցի մայիսյան տոներին նվիրված այնտեղ մրցույթ կար եւ տղաս հենց այդ բանաստեղծությամբ մասնակցեց ու միշտ ասում է հա երբ որ փորձում եմ ասում եմ Արնո ջան սա ոչ միայն այսպես ուղակի բանաստեղծության մրցույթ է քեզ համար այլ նաեւ այնպիսի մի բան կա որ քո հպարտությունը պիտի կրկնակի եռակի լինի, որովհետև քո մայրիկի պապիկն էլ է հասել ռեստագ եւ գուցե այդ երիտասարդն ու պապիկը միասին ապրել են, վստահ եմ այդ ժամանակ։ Երևի այդ շատ գեղեցիկ զգացողություն է ու շնորհակալ եմ մեր ռուս ուսուցչուհուն, որը գտել է, որ հենց դա պիտի տա իր հայ աշակերտին։ Ահա, հիմա պարի թեման շարունակելով խոսենք մի քիչ պարից եւ Մարինա Մարտիրոսյանը պարի մեջ։ Մարինա, դուք ձեր կարիերան, այսպես ասած, արվեստ մտնելու կարիերան սկսել եք հենց պարով։ Ասում եք, որ Սոֆի Դևոյանի մոտ եք պարել, մի քանի տարի հետո ինքներդ դասավանդել եք պարը, մի հատ ուզում եմ ձեր խոսքերից ցիտել, թե ինչ եք ասել պարի վերաբերյալ։ Պարն իր ամբողջ էությամբ ու գեղեցկությամբ իմ աշխարհն է, թթվածինը, իմ մասնագիտությունը, որ անչափ սիրում եմ, իսկ հաղորդավարությունը մի ուրիշ աշխարհ է, որն էլի անչափ սիրում եմ, բայց մասնագիտություն չեմ համարում, չնայած 1 տարի սովորել եմ հեռուստավարական դպրոցում։ Մարինա ջան, ասում եք, որ պարը թթվածին է ձեզ համար եւ ձեր աշխարհն է իր գեղեցկությամբ։ Բա հիմա ձեր աշխարից եւ ձեր թթվածնից ինչ է պակասել, որ վերջին տարիները օրինակ պրոֆեսիոնալ պարով չեք զբաղվում։ Չէ, պրոֆեսիոնալ պարով նախ տարիքը առաջին հերթին, որովհետեւ գիտեք, պարը երիտասարդ արվեստ է, չնայած միջև հիմա ինքս պարում եմ, երևի թե պակասել է մի քիչ ավելի շատ իմ պարելու առումով, բայց դա տարիքը իրեն անում է, չնայած միշտ ասում են, որ պետք չի այդպես մտածել, որովհետև դեռ երիտասարդ ես, այդպես էլ կա
ամսի 29-ին Պարի միջազգային օրը Մոսկվայում կա հայորդիկ փառատոն, որտեղ ես պիտի եւ վարեմ եւ նաեւ ներկայանամ պարով։ Այնտեղ բեմադրություն ունեմ արված, որտեղ աղջիկների հետ ես նույնպես պարելու եմ։ Այնպես որ դա, իսկ որպես պարուսույց դեռ շարունակում եմ համագործակցություններ կան այնտեղի խմբերի հետ, մասնավորապես հայորդիկի երբեմն լինում է բեմադրություններ եմ անում, այդպես թթվածինը կա, չի պակասում։ Իսկ հաղորդավարության հետ կապված, որ մասնագիտություն չեմ համարում, դա ավելի վաղ ասված խոսքեր են, որովհետև տարիների ընթացքում արդեն ես համարում եմ մասնագիտություն։ Այո, եւ ճիշտ է, երկուսը ինձ համար հավասար են ընթանում, բնականաբար, երբ որ արդեն ես ավելի խորացա նաեւ հեռուստահաղորդավարության մեջ, երբ որ արդեն սովորեցի, դա էլ մի ուրիշ հիվանդություն է, որ դուք կհաստատեք, որ մարդ չի ուզում բուժվել այդ հիվանդությունից։ Մարինա, իսկ ի վերջո պարը դա մարմնի լեզու է։ Հաղորդավարի աշխատանքը դա արդեն բնական մեր լեզվով, մեր մտքերը, մեր էմոցիաները հաղորդելու միջոց։ Ի վերջո Մարինա Մարտիրոսյանին գեղեցիկի, լավի մասին եւ ինչու՞ չէ նաեւ տխուրի եւ ոչ այնքան գեղեցիկի, որովհետեւ դա էլ է մարդկային կյանքի մի մաս։ Ինչպես է ավելի հեշտ արտահայտվել։ Ի վերջո այսօր ձեր արտահայտամիջոցը ո՞րն է, մարմինը թե լեզուն։ Շատ լավ, հետաքրքիր հարց տվեցիք։ Իսկապես ամեն դեպքում ինձ համար ավելի մարմինն է։ Հետո արդեն խոսքը, ձայնը, առաջին հերթին մարմինն է։ Բայց ես միշտ ասում եմ, որ երբ որ ես պարում եմ, այդտեղ կարող է արդեն խոսել իմ հոգին, երբ որ ես պարում եմ, շարժվում եմ, իսկ երբ որ ես խոսում եմ, որովհետև վերջերս էլի հարց տվեցին, իսկ երբ որ ես բեմում որպես հաղորդավարուհի եմ, այդտեղ էլ արդեն խոսում է իմ ներքին պարային հոգին, խոսքը կա, բայց ես կարծես լինեմ իմ պարի մեջ, իմ հոգին է ճախրում, այդպես ինչ-որ հետաքրքիր համադրություն է ստացվել ինձ մոտ, որի համար ես շատ երջանիկ եմ և ուրախ։ Մարինա ջան, ասել եք սիրում եմ հեռուստատեսությունը, այն ուրիշ էներգետիկա ունի, դա նույնիսկ համեմատել եք YouTube-յան ալիքների, Instagram-յան էջերի, որ այսօր բազմազան են եւ այն հարցին, որ միգուցե դրանք ստվերել են հեռուստատեսությունը եւ մարդիկ ավելի շատ նայում են, այն ինչ որ կա համացանցում, դուք ասում եք ոչ, սիրում եմ հեռուստատեսությունը, այն ուրիշ էներգետիկա ունի, հեռուստատեսությունը նաեւ ճանաչելիություն է։ Ես ուզում եմ հարցնեմ, ինչ է նախ ճանաչելիությունը ձեզ համար, կոնկրետ Մարինա Մարտիրոսյանի։ Եվ ի վերջո դուք արդեն 14 տարի ապրում եք Մոսկվայում, դուք օրինակելի կին եւ մայրիկ եք 3 զավակների, չնայած այս լավ կազմվածքի պարուհու, որը կեցեք դուք որ պահպանել եք։ Եվ մայրիկի գենն է նաեւ։ Այո, բայց ի վերջո ճանաչելիությունը ինչ է Մարինա Մարտիրոսյանի համար եւ դա ինչ է տալիս մարդուն։ Բնական է, որ մենք հասկանում ենք, որ երբ որ դուք եղել եք Երևանում, դուք պարել եք, դուք տարբեր հեռուստաընկերություններում աշխատել եք, Երևանը ավելի փոքր քաղաք է, մենք չենք կարող ժխտել, որ ի վերջո դուք այստեղ ինչ որ ճանաչելիության մակարդակի արդեն հասած եղել եք եւ մի գեղեցիկ օր թողնում եք այդ ամեն ինչը, մեկնում եք Մոսկվա, Մոսկվան դա արդեն այլ տարածք է, այլ չափանիշներ են, այնտեղ էլ ճանաչելիություն ձեռք բերելու համար նորից պետք են այլ ճանապարհներ, այլ չափանիշներ, այլ սանդղակներ։ Ինչպես դա անցակ այդ ճանապարհը, ինչպես եք անցնում եւ այդ ճանաչելիությունը ձեզ համար կարեւոր է, որովհետեւ դուք շատ հաճախ հարցազրույցներում ասում եք, որ իհարկե ինչ էլ ուզում է լինի, բալիկներս եւ ընտանիքս առաջին տեղում։ Իսկ այդ դեպքում միշտ երևի թե մի քիչ ճանաչելիությունը դժում է, չէ՞։ Այո, իսկապես եթե ընտանիքը առաջին հերթին է, ապա արդեն կարիերան չի կարող դոմինանտ լինել, առաջին լինել, դա բնական է, ես դրանից ամենևին իհարկե կարոտել եմ, պակասը զգացել եմ, բայց ես հասկացել եմ դա ինչի համար է։
դա իմ սիրուն ընտանիքի համար է, դա իմ բալիկների համար է, որոնց հետ ես աշխատել եմ, իրենց հետ եմ եղել ավելի շատ, ինչը շատ կարևոր է ինձ համար։ Ճանաչելիությունը բնականաբար, երբ մարդիկ քեզ ճանաչում են լավ խոսքով, լավ ժպիտով, դա է ինձ համար, որովհետև ճանաչելի կարող ես դառնալ այլ բնագավառում, ինձ համար շատ կարևոր է այդ բարի ժպիտով եւ ճիշտ անկյունից ճանաչելի լինելով եւ նաեւ ոչ միայն ինձ համար ճանաչելիությունը, իմ օրինակ հաղորդումը ես որ վերջերս սկսել եմ, ինձ համար կարևոր է որ ես մարդկանց իմ լսարանին ցույց տամ նաև այնպիսի մարդկանց, որոնք իրենց գործունեության մեջ մեծ հաջողությունների են հասել, բայց մեդիա դեմքեր չեն, նրանց շատերը չգիտեն։ Այո։ Իմ հյուրերի ճանաչելիության մասին է նաև խոսքը, ոչ թե միայն իմ։ Այո։ Դրա մասին է խոսքը եւ ճանաչելիությունը իդեպ երբ որ ես գնացի Մոսկվա, ինձ թվում էր, որ այո, դե այստեղ ես արդեն ճանաչված չեմ, ինչ չգիտեն, բայց ի ուրախությունից, չգիտեմ, մինչ օրս դեռ մարդիկ ինձ հիշում են, ինչ որ տեղեր գնալուց գոնե 2-3-ը հիշում են ինձ մոտենում են, դա է ճանաչելիությունը, կարծում եմ, որովհետև իսկապես դա հաճելի է, որ ես արդեն 10 եւ ավել տարիներ է հայկական հեռուստատեսությունում չկան, բայց մարդիկ ինձ նախկինից հիշում են, չնայած եկել եմ Երևան, ինչ որ գործերով կամ ինչ-որ առիթներով էլի հրավիրել են, ինչպես դուք, հա, ուրիշ հեռուստաընկերություններ, ուրիշ հաղորդումներ, այդպես մարդիկ էլի վեր հիշել են։ Ու այդպես մինչ օրս հիշում են ու ես շատ շնորհակալ եմ այդ մարդկանց, ովքեր հիշում են եւ չեն թաքցնում իրենց մեջ չեն պահում ու մոտենում են, արտահայտվում են, այդ շատ հաճելի է։ Ճիշտ եք ասում, որովհետեւ մի քիչ հայերի մեջ դա քիչ կա։ Կարողա ճանաչեն եւ լռեն կամ դա էլ է եղել, բայց ես ավելի շատ հիշում եմ այդ բաց ժպիտով անկեղծ մարդկանց, որ իսկապես ճանաչում են։ Մանա, իսկ Հայաստան վերադարձի այն առումով, որ ինչ-որ նոր պրոյեկտներ, նորից Հայաստանի հեռուստաընկերություններում երևալ կամ հայաստանյան բեմերում ապրել, ինչ-որ ծրագրեր անել, վերադարձ այս դեպքում դա-ի նկատի ունեմ, որտեղ դե հիմա պարզ է ընտանիքը ձեր դեռ սենց հիմնովին ապրում է Մոսկվայում, բայց սենց մասնագիտական տեսակետից վերադարձ ուզում եք Հայաստան, թե ոչ։ Վերադարձ երբեմն այդ առումով եղել է, բայց ինչ խոսք, միշտ իմ մտքում եղել է, որ ես նորից անպայման ուզում եմ, որովհետև կարոտում եմ հեռուստատեսությունը ընդհանրապես, միշտ ուզեցել եմ իմ մեջ այդ ցանկությունը ու այսպես հոգուս խորքում այդ փոքրիկ նույնիսկ հույսը եւ հավատը ունեցել եմ, որ մի օր նորից դա կգա եւ կվերականգնվի։ Եվ երևի թե ասում են, չէ, այդ մտքերը, խոսքերը ինչ-որ տիեզերական կապ կա եւ ի վերջո գալիս են իրական, այո, եւ ընդամենը վերջերս մի 2 շաբաթ առաջ զանգ եմ ստանում Կենտրոն հեռուստաընկերության տնօրենի Անուշիկ Առաքելյանի կողմից, ինչի համար շատ շնորհակալ եմ եւ նա ինձ ասում է մենք ուզում ենք քո YouTube-յան հաղորդումը, որ դու անում ես, մենք Կենտրոն հեռուստաընկերությամբ հեռարձակենք։ Ու դա իմ համար իսկապես շատ հաճելի անակնկալ էր եւ սիրով համաձայնվեցի։ Ինչպես էր կոչվում ձեր հաղորդումը։ Հայացք դրսից։ Հայացք դրսից։ Հիմնականը ո՞րն է հաղորդման նպատակը, ինչ խոսք է ասում հաղորդումը, ինչ է ուզում փոխանցել, այս անգամ արդեն հեռուստադիտողին պետք է նաև լինի, ոչ միայն YouTube-ում հետևողներին։ Նորից կասեմ, որ մարդկանց, ովքեր ապրում են Մոսկվայում, իրենց գործունեությունն են ծավալում, հաջողությունների են որոշակի հասել, նրանց ներկայացնել, ծանոթացնել մարդկանց եւ իրենց մտքերը, իրենց խորհերը արդեն հայրենիքի նկատմամբ ասելիքը դա է, իմ ցանկությունը դա է, որ ավելի ոչ ճանաչված մարդկանց ներկայացնել, այսինքն Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչների գործունեության լուսաբանում։ Այո, չնայած որ երբեմն լինում են հյուրեր, ովքեր գալիս են հայրենիքից ու այնտեղ ասենք համերգներ, ներկայացումներ ունեն եւ ունեմ նաեւ հյուրեր, ովքեր Հայաստանից են։ Մարինա, դուք ասել եք, որ էքստրեմի սիրահար եք եւ ձեր գործողությունների մեջ դա նկատելի է,
Պարը ինքը էքստրիմի տարեր ունի, թե ոչ մեկ, եւ երբ որ մարդ դառնում է 3 երեխաների մայր, այդ էքստրիմին ձգտումները չեն պակասում, չեն նվազում, ավելանում են, նվազում են, ինչ է կատարվում այդ դեպքում։ Հետաքրքիր հարց եք տալիս շատ։ Պարը, այո, ինքն էլ է էքստրիմ։ Իսկ բալիկների ծնվելուց հետո ճիշտն ասած, ինչ որ որոշակի առումով ոչ թե պակաս է, որովհետև այդ ձգտումը սերը կա իմ մեջ, բայց արդեն դրա իրականացնելու այդ գործնական պահն է մի քիչ պակասում, որովհետև ամեն դեպքում վտանգներից այո, որով այն ժամանակ մինչ երեխաները դու ես, ինքդ ես միայնակ քո պատասխանատվությունը միայն քո անձի նկատմամբ է եւ ինչ է լինի դու մնացածին չես վնասի քո օրինակ չլինելով, հա։ Բայց այս դեպքում արդեն առաջինը իհարկե մտածում ես բալիկների մասին, ընտանիք, որովհետև պատասխանատվությունն է այս դեպքում արդեն իմ դեպքում եղել է, երբ բարձացակ Արարատ լեռան գագաթը բալիկներից քանիսը կային։ Դեռ ոչ ոք չկային։ Չկային, Դա ես մի ամուսնանալ էր դա եւ իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկն է ինձ համար, որտեղ դա էքստրիմների էքստրիմն է, բայց ես ուզում եմ մի հատ կարդամ դուք ինչ եք ասել Արարատ լեռան մասին, Արարատ լեռան գագաթին բարձրանալուց հետո մի խոսքով հրաշք հեքիաթ, անհասանելի մի երևույթ, որն այլևս իմն էր ու բոլորինս այդ պահին եւ առհավետ։ Վերադարձի ճանապարհին պարզվեց, որ մի ամբողջ ժամ բոլորս լուռ էինք եւ հենց այդ լռության մեջ էր մեր ճամփորդության խորհուրդը, որ կոչվում է Արարատ։ Մարնա ջան, ասում եք այդ պահից այլևս իմն էր ու բոլորինս Արարատը եւ առհավետ։ Սա փաստորեն եղել է 10 տարուց ավել առաջ, երբ բարձրացել է։ 2010 թվականին։ Մարնա, երբ այսօր մեր երկրի կյանքում այսքան ամեն ինչ փոփոխական է, արժեքները վայրկյանական փոխվում են, չգիտեմ, արդեն ասում ենք ցեղասպանությունը ենք հարցականի տակ դնում եղել է, թե չի եղել, բայց մինչ այդ էլ անընդհատ ասում էինք Արարատը մերը չէ, մենք ավելի գեղեցիկ Արագած սար ունենք եւ կարող ենք Արարատի մասին մոռանալ։ Հիմա այդ խորհուրդը, որ ասում եք այդ լռության խորհուրդը, որ կոչվում է Արարատ եւ որ այդ գագաթին հայտնվելուն դուք զգացել եք, որ դա ձերն է եւ բոլոր հայերինը առհավետ։ Այդ զգացողությունները ինչը տվեց ձեզ եւ այսօր մեր օրերում, որ լսում եք նման տեսակի, այսպես ասած, քննարկումներ եւ դեբատներ, այդ Արարատի գագաթը գալիս է ձեր աչքի առաջ եւ ինչ եք դուք մտածում։ Ընդվզում, բարկություն, ջղայնություն, որովհետեւ այդ պահին նաև ավելացնեմ, որ այդ լռության մեջ այդ թախիծներ, ես հետո արդեն հասկացա, որ բոլորիս մտքերում այդ մի քիչ այդ ափսոսանքի ու թախիծի պատճառներ այդ լռությունը, ոչ միայն այդ էներգետիկան, հա, լեռան, այլ այն, որ այո, դա էր, որ ցավալի է, բայց այդքան տարիներ հերվից տենց նայելով, երազելով, այդպես էլ չկարողացանք վերադարձնել ու հիմա նման խոսակցություններ դա անհեթեթություն են ուղղակի։ Արագածի վերաբերյալ ես նույնպես կասեմ, որ հրաշքներից հրաշքն է մեր հայրենիքի եւ պիտի ասեմ դրանք անհամեմատելի են, երբ որ ես Արարատի գագաթին էի, շատ հետաքրքիր տեսարան էր, Հայաստանը հերվում մշուշի մեջ էր, որովհետև փոշու մշուշներ, մի թեթև այսպես կար, շատ հերվում նշմարվող, բայց Արագածը այսպես ոնց որ ափի մեջ լիներ շատ գեղեցիկ ու պարզ։ Ու այդ գեղեցկությունը իհարկե կամերն է, բայց Արարատը կասկածի տակ դնել, որ ու ասել մերը չի կամ ինչ որ անհեթեթ խոսակցություններ ինձ համար դրանք անլրջություն են ու ցավ պատճառող խոսքեր են։ Ինչ որ մի մասում Արարատի գագաթից իջեցրեցիք ձեզ հետ։ Քարեր։ Իմ ընկերները ասում էին Մարինա, իմ ուսապարկը ծանրանում էր։
Ուրեմն այն հատվածը, որտեղ քարերը ավարտվում են եւ ձյունն է սկսվում, ես հենց այդ ամենավերևից իմ ընկերների եւ իմ համար բերել եմ քարեր, որովհետեւ կային մարդիկ, որ խնդրեցին, դե բնականաբար ես արդեն ավելի շատ իմ հետ բերեցի, որ էլի մարդկանց ես նվիրեմ դա, իմ տանն էլ կա, մեկը մնացել է, իսկ մնացածը իհարկե բաժանվել է իմ ընկերներին, ասում են ծանր իջնում ես, ասում եմ, բա ինչ պիտի անեմ։ Экстрим, բայց այդ զգացողությունը ձեզ մեջ կար, որ лучше гор могут быть только горы, на которых еще не бывал։ Երևի, որովհետև տեսեք, Արարատից հետո իմ նպատակները ավելի բարձր, ավելի մեծ բարձունքներ հաղթահարելն էր, բայց դրանից հետո իհարկե արդեն քիչ ընտանիք անմիջապես դրանից հետո եկավ եւ իմ լեռնագնացության այսպես բանը կանգնել է, ուրեմն արշավները, բայց դա էլի իմ մեջ էլի կա, իմ հոգու խորքում, որ դեռ կսկսվի նորից, մենք ինչ որ արդեն կարող ենք ընտանիքով բարձրանալ ավելի բարձր, նույնիսկ գագաթներ, տեսնենք ինչպես կստացվի։ Մարնա, դուք կարծրատիպեր ունեք։ Չէ, ճիշտն ասած, ես կարծրատիպեր ինձ մոտ չկան։ Երբևէ չեմ մտածել այդ ուղղությամբ, եթե այսպես նայենք։ Չկա։ Ես ավելի ազատ եմ, ավելի հոգով արարքներիս ու անելիքներիս մեջ էլ ազատ եմ, բայց փորձելով չվնասել դիմացինին, դրանով չվիրավորել դիմացինին։ Դա է ինձ համար կարևորը։ Բայց ինչ որ տենց քառակուսիներ չունեք կյանքում, որ այդ փակագծեր են, որոնցից դուրս գալ պետք չի եւ միշտ այդպես է պետք ապրել։ Միշտ պետք է ապրել արդար, ես դա այլի կրկնում եմ, պետք է լինես արդարամիտ, ճիշտ, նորից կրկնում եմ, դիմացինին չվնասելու չափ պիտի լինի քո ազատությունը եւ քո մտքերը չվիրավորելու։ Ու երբ որ արդեն ես դիմացինից ստանում եմ հակառակը, ինձ համար արդեն տեսակ փակվում են այդ մարդկանց առջև այդ դռները եւ ռամկաները, որովհետեւ ես այդպեսին չեմ։ Համար կուզենամ, որ ամբողջ աշխարհը լինի միմյանց նկատմամբ բարի, սիրով, որպեսզի, չգիտեմ, ու կարծրատիպեր էլ չլինեն։ Ազատությունն, անկախությունն ու մտքի ու հոգու դա շատ կարևոր է։ Մարնա, ձեզ հետ հանդիպման մասին խոսելիս ձեր ամուսինը ասել է, որ պատահական հեռուստատեսություն նայելուց ասել է, որ այս տիպի աղջկա հետ կուզեի ամուսնանալ, մինչ այդ ասում է, որ նրան համոզում էին տարբեր աղջիկներ էին ցույց տալիս, որ ինչու չես ամուսնանում եւ փաստորեն ստացվում է, որ այդ ամուսնությունը տեղի է ունեցել։ Դուք դա ո՞նց եք բացատրում։ Քիչ առաջ ասեցիք խոսքը ուժ ունի եւ եթե տիեզերք է գնում, ինքը ինչ որ իրականանալու հատկություն ունի։ Հիմա դա խոսքի ուժ է ձեր անձնական կյանքի պարագայում, թե սեր է առաջին հայացքից։ Չէ, ամեն դեպքում սեր առաջին հայացքից, որովհետև բնականաբար մենք հեռվից ենք ծանոթացել առաջին հերթին մինչ տետատետ հանդիպելը ու դեպքեր է լինում, որ հեռավորությունից կարող է մարդիկ իրար դուր գան, բայց երբ որ արդեն տետատետ հանդիպում են, չի ստացվում ինչ-որ մի բան։ Մեզ մոտ այդ քիմիան այսպես ասած ստացվեց, դրա համար երևի թե սեր առաջին հայացքից, հետո նոր արդեն երևի մտքի ու խոսքի ուժը, այս դեպքում սկզբից իր խոսքի մտքի ուժը, երբ որ տեսել է հեռուստատեսությամբ ու ասել է ու արդեն իր մայրիկն էլ, իմ սկեսուր մայրիկը եկել է ինձ գտել է, փնտրել է, ծանոթացել ենք ու այդպես ստացվել է մեր ծանոթությունը ու հետո արդեն մեր հանդիպման ժամանակ այդ սեր առաջին հայացքից է։ Մարնա, այ դուք ասեցիք, որ առաջարկ եք ստացել, որ ձեր հաղորդումը հեռարձակվի նաև կենտրոն հեռուստաընկերությամբ։ Դուք օրինակ մտածեցիք այդ առաջարկից հետո, ինչ կտա այդ հաղորդումը հայաստանցի
հեռուստադիտողին։ Ի վերջո էլի վերջնակետը դիտողը հայերն են, բայց մի այլ բան է, որ դա դիտում է հայ համայնքը Ռուսաստանի, Մոսկվայի կոնկրետ ավելի շատ, որտեղ այնտեղի ներկայացուցիչներ են ձեր հյուրերը, եւ հիմա այստեղ, որ Հայաստանում դիտեն այդ հաղորդումը, այդ առաջարկը, որ ստացաք, ինչ որ բան մտածեցիք հայաստանցի հեռուստադիտողի մոտ, ինչ է փոխվելու, ինչ է տալու այդ հաղորդումը մեր հեռուստադիտողին։ Չէ, երևի թե ճիշտն ասած չեմ մտածել այդ ուղղությամբ, բայց փոխելու ոչ մի բան երևի թե չի փոխի, տալը էլի ասում եմ կծանոթացնի ինչ որ մարդկանց հետ, իրենց հայրենակիցների, ովքեր դրսում ապրում են, չնայած շատ լավ հասկանում եմ թե ինչ խոսակցություններ էլ կլինեն, որ այ գնացել եք, դրսում եք եւ այլն, բայց նորմալ է դա, ես ասեմ, որ իմ YouTube-յան ալիքում, երբ որ մոնիտորինգ եմ անում, հետևում եմ, շատ ավելի մեծ տոկոսը Հայաստանից են դիտում ինձ։ Հետո արդեն Ռուսաստան եւ 10 մի քիչ ավել տոկոսը արդեն արտասահման Եվրոպա, Միացյալ Նահանգներ։ Առաջին տեղում Հայաստանն է։ Եվ մշտապես լավ արձագանքներ եմ ստացել։ Կարծում եմ պարզապես կծանոթանան իրենց հայրենակիցների հետ, անծանոթ հայրենակիցներ, այո, ովքեր աշխատում եւ ապրում են արտերկրում։ Մարինայի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, ես սովորաբար հարցնում եմ մեր հայրենիքում, բայց դուք ապրում եք հայրենիքից դուրս, բայց միևնույն է, որն է ձեր ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր այս իրականության ներքո։ Տեսեք, ապրելու բանաձևը երևի թե իմ ընտանիքի ներկայությունը, ընտանիքի սերը, իմ հարազատների ներկայությունը, չկորցնել ոչ մեկի հակառակը, իսկ ապրեցնելու երևի ժպտալու, բարին անելու, եթե կարող եմ ու նույնիսկ եթե ինչ-որ մի հարց չեմ կարողանում, կարող եմ մի քիչ էլ եմ, որ ասում են իմ դուրս գամ այդ հնարավորություններից, բայց աշխատեմ, որ կարողանամ օգնել դիմացինիս, ով ունի տվյալ պահին ինչ-որ հարցի խնդիր, այո։ Եվ ես դրանից ինձ շատ լավ եմ զգում։ Ու կարծում եմ, որ հենց դա էլ ինձ էլ է ապրեցնում եւ այդ դիմացինին էլ ինչու՞ չէ, երևի հաճելի է։ Մանա, հայրենիքը ձեզ համար։ Հայրենիքը իմ հայրենիքն է, որտեղ ես ծնվել եմ, որտեղ իմ ծնողներն են։ Հայրենիքը նաև այնտեղ է, որտեղ իմ ընտանիքն է, այն մարդիկ, հարազատ մարդիկ, ովքեր քո կողքին են, դա էլ է հայրենիք, բայց ամեն դեպքում հայրենիքը այդ ստեղի նույնիսկ բույրն է։ Ես իսկապես այնտեղ ապրում եմ, այնտեղ էլ ինձ երջանիկ եմ, բայց ես այստեղ առավել երջանիկ եմ։ Երբ որ հայրենիքում եմ, իմ շունչը ուրիշ տեսակ է բացվում։ Գուցե հիմա շատերը կասեն, դե ուրեմն հետ արի։ Ես ամեն օր երազում եմ, որ մենք մի օր տոմս գնենք առանց հետադարձի։ Բայց ինչ-ինչ պատճառներ կան, որ իսկապես չի ստացվում։ Բայց ես հույս ունեմ, որ այդ մի օրը կգա։ Ես ուզում եմ, որ մեր հայրենիքը այնքան լավ ապրի, չնայած դա կապ չունի հայրենիքը լավ է թե չէ, ամեն դեպքում մենք ամբողջ աշխարհի սփյուռքով, ինչ որ մի հրաշքով, ինչ որ մի օր մենք բոլորս վերադառնանք։ Այդ դեպքում երևի թե մեր հայրենիքը, մեր Հայաստանը ու մեր ազգը իսկապես հաղթանակ կգրանցի։ Ես չգիտեմ, հասկանում եմ, որ դա անհնար է, բայց ես իսկապես Բայց դուք ասել եք, որ խոսքը ուզում Այո, բայց ես իսկապես մտածում եմ այդ մասին, կուզենայի, որ այդպես լիներ։ Слово не воробей, вылетит не поймаешь։ Տեսնենք, ձեր ասածները ինչա, եզեր գնում է, ինչ է կատարվում։ Եվ Մարինա, ըստ մեր հաղորդման ձևաչափի, հաղորդման ավարտին դուք հնարավորություն ունեք ինձ մի հարց ուղղելու, իհարկե դա պարտադիր պայման չէ, բայց մենք ունենք նաև այդ հնարավորությունը եւ եթե դուք ցանկություն ունեք, ես սիրով կլսեմ եւ կպատասխանեմ ձեր հարցին։ Օ։ Ինչ հարցնեմ ձեզ, Լուիզա։ Անչափ գեղեցիկ եք արտաքինով եւ
վստահ եմ եւ ներքինով, որովհետեւ ինչպես պահպանել հենց այդ գեղեցկությունը եւ ըստ ձեզ գեղեցիկը կփրկի աշխարհը կամ ինչը կփրկի աշխարհը այս դեպքում։ Հենց գեղեցիկն էլ կփրկի աշխարհը, Մարինա ջան, որովհետեւ դուք դասականի հայտնի խոսքերը ցիտեցիք, որ красота спасет мир, գեղեցիկը կփրկի աշխարհը եւ շատ հաճախ մարդիկ, որոնք մի քիչ հեռու են գրականությունից, նրանք այդ գեղեցկությունը հասկանում են հենց պարզ ուղղակի ֆիզիկական գեղեցկություն, բայց Ֆյոդոր Դոստոևսկին միայն արտաքին գեղեցկության մասին չի խոսել այդ արտահայտությունը ասելով, նա ասել է, որ գեղեցկությունը իսկապես եւ այդ օրինակ, որ դուք ասում եք ներքին եւ արտաքին, ես գտնում եմ, որ առաջի հերթին մարդը պիտի կարողանա իր արտաքին գեղեցկությունը պահպանել, դրանով առաջին հերթին փրկի ինքը իրեն, փրկի աշխարհը եւ հետո այդ ներքին գեղեցկության շնորհիվ կարողանա փրկել նաեւ արտաքին գեղեցկությունը, որտեւ եթե ներքինդ չես պահում, ես շատ շնորհակալ եմ ձեր գեղեցիկ խոսքերի համար, բայց ի վերջո արտաքինը դա մեր ծնողների եւ Աստծո շնորհ է, որը մենք պիտի կարողանանք ներքինը զարգացնելու շնորհիվ պահել, պահպանել։ Ներքինդ երբ որ աղավաղվում է, այլանդակվում է, դու վատ մտքերի մեջ ես, դու ուղղակի վատ աչքերով ես նայում աշխարհին, դու չես կարող արտաքին գեղեցկություն պահպանել։ Իսկ գեղեցիկը փրկելու դա նա է, այ որ հիմա Հայաստանում գարուն է, մենք ձեզ հետ այստեղից դուրս գանք, հենց միայն կենտրոն հեռուստաընկերության տարածքի, եթե ծառերը, յասամանը տեսնենք, դա արդեն գեղեցիկ է եւ դա ամեն մեկիս ինչ որ մի փրկություն տալիս է, ուղակի ցավոք սրտի, ոչ բոլորի աչքերն են դա նկատում։ Դե գիտեք, մարդը իր ներքին պաշարով է տեսնում աշխարհը, հա։ Եթե ինչ որ մեկը մի իրադարձություն է, որտեղ ասենք ինչ որ մի վատ բան է կատարվում, վատատեսը վատ տեսնողը միանգամից կտեսնի այդ վատը, իսկ լավ տեսնողը միանգամից կմտածի ինչպես անի, որ այդ վատ իրավիճակը շտկի, բայց ոչ թե ավելի խորացնի։ Ինձ թվում է տարբերությունը դա է, հա, վատ տեսնողի ու լավը տեսնողի, նաև։ Ես վերջերս մի հոգեբանի լսում շատ հետաքրքիր միտք ասեց, երբ որ ասում են երջանիկ մարդիկ, ասեց դուք մի մտածեք, թե այդ երջանիկ մարդիկ խնդիրներ չունեն, ուղղակի ասեց, чем отличаются счастливые люди от неврастенников, ասեց счастливые люди, если даже о чем-то думают, да, они думают о глубоких вещах. А неврастенники нервничают из-за каждой мелочи. Դրա համար երջանիկ մարդն էլ դա էլի հարաբերական կատեգորիա է, բայց ես գտնում եմ, որ այո, երջանիկն էլ այն մարդն է, որը կարողանում է տեսնել գեղեցկություն։ Այնպես որ գեղեցկությունը կփրկի աշխարհը, դա եւ գեղեցկություն է, եւ բարություն է, եւ գեղեցիկ խոսք է, եւ գեղեցիկ արարք է, եւ գեղեցիկ միտք է։ Եվ գեղեցիկը նկատելու ձիրքն է, որովհետեւ այդ շատ կարեւոր է նկատել գեղեցիկը։ Նկատելուց հետո էլ բարձրաձայն։ Այն նկատում եմ դա, այո, որ չլռեն եւ իրենց մեջ չպահեն, այդ շատ կարեւոր է։ Սիրելի Մարինա, շատ շնորհակալ եմ այս մեր գեղեցիկ զրույցի համար, լավատես զրույցի համար։ Ես ուզում եմ, որ առաջին հերթին իսկապես տիեզեր գնան եւ իրականանան ձեր այն խոսքերը, որ մտածեցիք, որ մի օր աշխարհասփյուռ հայությունը պետք է վերադառնա բոլոր հայերի հայրենիք Հայաստանը։ Թող իսկապես այդպես լինի, իսկ քանի դեռ հիմա բազմաթիվ հազարավոր հայ ընտանիքներ ըստ ձեր ընտանիքի օրինակի տարբեր պատճառներով, որոնք իսկապես հիմնավորված են եւ բացատրելի, ես չեմ ընդունում եմ փաստը, որ վարքյանական մարդուն ասեն, դե այդպես է թող գա եւ ապրի։ Հնարավոր չի, որ մարդը 30 տարի մի տեղ ապրում է, հետո դա մենք հասկանում ենք, որ վարքյանի հարց չի, բայց թող կարողանան բոլորը ինչ որ տեսակի ճանապարհներ, ինչ որ տեսակի միջոցներ գտնել, որ
Հայաստան վերադարձը գոնե իրենց գործունեության մեջ, հա, ինչ որ չգիտեմ, տարին մի քանի անգամ մեկը բիզնեսով է զբաղվում, Մարինա ջան, մյուսը ձեզ նման գալիս է ապարում է կամ մի հաղորդում է վարում գնում, բայց դա կոչվում է անքակտելի կապ հայրենիքի հետ։ Իսկ քանի կա այդ կապը, սերունդները միշտ գալու են։ Դու գալու են ձեր երեխաները, իրենք բերելու են իրենց երեխաներին եւ հայրենիքի կերպարը միշտ լուսավոր ենք պահելու ոչ միայն ստեղի բնակչության մեջ, այլ նաեւ աշխարհասփյուռ հայության։ Շնորհակալ եմ ձեզ բարի վերադարձ Մոսկվա, բայց միշտ նորից ձեզ Հայաստանում կսպասենք եւ առավել եւս կենտրոն հեռուստաընկերությունում միշտ պատրաստ ենք ձեզ հյուրընկալել։ Ես եմ շնորհակալ ջերմ զրույցի համար, հյուրընկալության համար, սիրելի Լուիզա։ Սիրելի Լուիզա, մաղթում եմ եւ ցանկանում, որպեսզի ձեր հաղորդաշարը երկար տարիների եթեր ունենա եւ կցանկանայի նաեւ, եթե դեմ չեք, մի անգամ ինչ որ ձևաչափով միասին նկարահանենք մեկ հաղորդում հենց Մոսկվայում։ Սիրով տեսնեք, ահա։ Եվ երկրորդը աշխարհում դադարային արտադրել զենք, առանց պատերազմի եւ առանց սահմանների աշխարհ կուզենամ տեսնել եւ ամենակարևորը այս պահին վերադարձը մեր Արցախ աշխարհի։ Շատ կուզենամ, որ մենք կարողանանք այնքան խոհեմ ու խելացի գտնվենք, որ կարողանանք հետ վերադարձնել առանց պատերազմի։ Пусть вашими устами глаголит истина։ Ես հուսով եմ, որ ձեզ դուր եկավ ցանկություններ։ Շնորհակալ եմ շատ։ Այսպիսին էր Մարինա Մարտիրոսյանը առանց կարծրատիպերի։ Մարինայի կյանքի սկզբունքն է ապրել ազնիվ եւ չվնասել դիմացինին, իսկ կարծրատիպեր նա երբևիցե չի ունեցել եւ չունի։ Այնպես որ ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։